խոսում են, թե ցուցումը ոնց է լինում, ինչ է լինում։ Ազգային ժողովի ամբիոնից ու շատ ուղիղ։ Գիտեք հետաքրքիրը որն է, ստեղ հաղթողի կեցվածք չես տեսնում։ 18 թվականին, երբ որ հետապնդումը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, հետևից տեսանք ինչ առհավիրք եկավ մեր պետության, մեր ազգի գլխին։ Ու այսօր այն տպավորությունն է իմ մոտ, որ մեզ նոր աղետ է սպասվում։ Նոր առավիրք է սպասվում։ Ու ոնց նոր սահմանադրությամբ, ադրբեջանցիների նոր պահանջով ու ՔՊ-ականների համաձայնվելով։ Շատ ուղիղ քաղաքական հետապնդում է, եւ ես իմ աջակցությունն եմ հայտնում բոլոր քաղաք բանտարկյալներին, իմ աջակցությունը Քոչարյան ընտանիքին եւ քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող քաղաք բանտարկյալ Սեդրակ Քոչարյանին։ Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ։ Այդ ձեր քնչականը կարո՞ղ է գործառույցի։ Իհարկե չի կարողանա։ Ինչի համար չի կարողանա։ Այդ անիֆիկ 25 միլիարդից թե տեզերա գնացի, չգիտեմ ինչ էին արել, 3.3 միլիարդ էլ տեղա գործառույցվե։ Միլիարդներ։ Մենակ Երևանի հողերի թալանը ձեզ նվեր։ Բառացի կանգնեցի, ասեցի ու արձանագրեմ։ Ոչ մի առարկական փաստարկ չեղավ այդ թալանի համար։ Չեղավ, որովհետև չկար։ Օդի աղտոտվածության դեմ պայքարելու հետ կապված կարևորագույն խնդիրը այս խցանումները, որովհետև մթնոլորտը արտանետվում CO2-ի մեծ քանակ, շատ մեծ քանակ, ժողովուրդ։ Անցյալ տարի Նիկոլ Փաշինյանն ընկավ խցանման մեջ, ջղայնացավ ու ՔՊ-ական ախպերների համար կառույց ստեղծեցին։ Կառույցի մասին երեք խոսացի, որ 1.8 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ Բայց արի ու տես, որ այդ կառույցի զույգ ախպերը կար արդեն Երևան քաղաքում։ Ու այդ կառույցի զույգ ախպոր անվանումը Երևանի քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոններ։ Ու դրա տնօրենի աշխատավարձն էլ է 2 միլիոն դրամ։ 2 միլիոն դրամ։ Գույքը արկը բարձրացնում եք 2 միլիոն դրամ տալիս եք։ Երևանի ավտոբուսը անցավ թվայնացման այդ միասնական համակարգի վճարման գումարների անհետացումը միլիարդավոր դրամների հասավ։ Միլիարդավոր, միլիոն չէ, միլիարդ։ Միլիարդը գիտեք, չէ՞ քանյա միլիոնա։ Թե չգիտեք, էդ էլ կասեմ։ Հաջորդը, որ խոսում եք, գիտեք, լեգիտիմության ճոճը ձեզ զգացնել է տալիս։ Եվ ձեր հետապնդումները երկրում գործող ընդդիմադիր մեծ ուժերի ղեկավարների հետևից գնալը, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, դրանից առաջ Սամվել Կարապետյան, ինչ վախեր ունեք, կարող եք անկեղծ ասել։ Եկեք ասեք, մենք մի հատ մեծ չարիք ենք բերում մեր ազգի, մեր ժողովրդի գլխին, խնդիր ունենք վախի մթնոլորտ մտցնենք։ Խնդիր ունենք, որ ոչ մեկ չհամարձակվի ձայն հանել։ Ոչ մեկ, բայց սխալվում եք, ժողովուրդ։ Կան մարդիկ, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, իրենց Հայաստանը, իրենց հողն ու ջուրը։